Ժողջան բարի լույս, հուսով եմ լավ եք, այսօր մարտի 16-ն է և այսօր ուզում եմ ձեզ պատմեմ մի քանի կարևոր բան, առաջի բանն է, դե բնականաբար գրաֆիկական պատկերը կնայենք շաբաթվա կտրվածքով, թե ինչ ենք սպասում, ինչա տեղի ունեցել և այլն։ Երկրորդ բանը խոսել ենք Super Engulfing-ի վերաբերյալ, որը որ pattern է, այսինքն ձևաչափ է երկու մոմից բաղկացած, որը որ մեզ օգնելու է ռեալ գործարքներ գտնել ու մեզ օգնելու է հասկանալ, թե market maker-ները որ ուղղությամբ են հիմնականում տեղավորված, դիրքավորված, ինչպես նաև ձեզ ցույց եմ տալու մի հատ ծրագիր, որի վրա աշխատել եմ մոտ 5-6 ամիս, հոկտեմբեր, նոյեմբերից սկսած, որովհետև այդ ծրագիրը կարելի ասել ցանկացածի կյանքը, ցանկացածի ասեմ, որովհետև նույնպես դուք կարող եք հասանելիություն ունենալ շուտով, երբ որ պատրաստ լինի, որտեղ որ օգնելու է ձեզ գտնել ռեալ գործարքներ, այսինքն գտնելու է ռեալ գործարքներ ու ձեզ ուղարկելու է ինֆորմացիա։ Սա եկեք որպես բոտ չդիտարկենք, որտեղ ինքը բոտ չի, լուրջ ծրագիր է, բայց եկեք սկսենք ամենասկզբից ու ամենասկիզբը հենց շուկան է։ Եկեք հասկանանք, թե շուկան ինչ է մեզ ասում, ուր ենք հասել ու ինչի համար է այս ամենը տեղի ունենում։ Տեսեք, եթե կհիշեք իմ վերջի վիդեոները, որը որ շատ չեն եղել, բայց անկախ ամեն ինչից, որ 60,000-ի սահմաններում է եղել, ես վիդեո էի թողարկել, նկարել, որտեղ որ ասում էի, որ աշխարհի վերջը չի, ճիշտ հակառակը, շատ լավ է, որ այս գներն է հասել, որովհետև ասեցի, կարող եք մտնել նայել Bitcoin-ը թաղելիս ինչ որ այդտենց նկարա, այս զոնան ասեցի ցանկալի չէր որ կար մաքրեր, բայց եկավ մաքրեց ու քանի որ եկել է մաքրելա, այստեղ ներքևը մենք ինչ ունեինք հսկայական դիման զոնա։ Դիման զոնայի մեջ ունենք order block, okay։ Order block-ի մեջ էլ ունենք օրական order block, որը որ լիկվիդացնելուց հետո մի քանի զոնա։ Ինքը եկել է եթե չեմ սխալվում, այս հատվածներ, ինքը եկել էր նույնպես սա ու սա մաքրել էր, այս զոնաները, բայց այս մի զոնան արդեն պահեց, որովհետև այս զոնայում նաև այսքան եկակուտակումներ կա ու այս ժամանակահատվածում այստեղ կոնկրետ եկեք մի հատ մաքրենք սա այստեղ վախի մթնոլորտը 5 էր հասել ու խայտառակ ցածր էր, բայց այդ ժամանակ էր, երբ որ ես ասում էի, որ այսքան վաղ, retail վաղ, այս սովորական trader-ների կողմից վաղ, մարդկանց կողմից վաղ ու այսքան մեծ, ուրեմն որդեգրում ինստիտուցիոնալ մակարդակի երբեք չի եղել, բանկերը, կազմակերպությունները եւ այլն, բոլորը անխտիր սկսել են օգտագործել Bitcoin կամ blockchain-ները ինչ որ ձևով ինտեգրում են, այնց որ սա շատ լուրջ արդեն իսկ հուշում էր, որ ուշ թե շուտ սա բարձրանալու է։ Հնարավոր է եւ իջնի միգուցե ներքև նորից բարձրանա, հնարավոր է որ մի հատ եւս ովքեր որ մտածում են դեպի վերև է բարձրանալու եւ վերջ, հավանաբար ստոպերը այստեղ են դրել կամ այստեղ են դրել, նենց որ կարող է մի հատ սենց մի բան լինի, նոր բարձրանա վերև, դա իմ կարծիքն է, իմ կարծիքը նաեւ նա է, որ եթե վերջի վիդեոն նայել եք, պատերազմի վերաբերյալ, թե ինչ եմ պատմում, թե ոնց է պատերազմը ազդելու դրական Bitcoin-ի աճին ու եթե Bitcoin-ի աճին դրական ազդում, նույնպես ազդելու է ուրեմն այլ կրիպտո արժույթներին։ Եթե չեք դիտել, դիտեք, շատ հետաքրքիր է իմ կարծիքով։ Եթե չեք դիտել, դիտեք այն, որովհետև կարծում եմ ահագին նոր ինֆորմացիա ձեռք կբերեք, okay։ Երկրորդ ամենակարևոր բանը։ Մենք որտեղ ենք գտնվում շուկայում։ Շուկայում գտնվում ենք այս պահին 74-200 զոնայում ու միջև ուր կարա բարձրանա, կարա ինքը ռեալ այսինքն միջև 86,000 բարձրանա, իջնի ներքև, որից հետո արդեն այդ ժամանակ պարզ կլինի, ես գուշակությամբ չեմ սիրում զբաղվել, որովհետև
trading-ը գուշակություն չի, այլ պարզապես պետք է մենք հասկանանք ինչա տեղի ունեցել ու դրա հիման վրա փորձենք հասկանանք 1, 2, միգուցե մաքսիմում 1 շաբաթ թե ինչ կարա տեղի ունենա։ Համենայն դեպս այն ինչը որ տեղի է ունեցել հետևյալն է, որ անցյալ շաբաթ բարձրացել է, բավականին լավ, ճիշտ է, չի բարձրացել այնքան, որպեսզի մենք վստահ լինենք, որ շարունակելու է բարձրանալ, որտեվ ինքը range-ի մեջ է մնացել։ Ու range-ի մեջ մնալը ենթադրում է, որ ինքը կարա գա այս զոնան մաքրի, որովհետև այստեղ ինչ ունենք, մի հատ մեծ fair value gap ունենք, արդեն այդքան էլ մեծ չի, բայց փաստացի այս fair value gap-ը բավականին ուժեղ կարա լինի, որ մի փոքր դեպի ներքև ճնշի, միևնույն ժամանակ այստեղ էլ ունենք այդ ամենը, այստեղ ևս fair value gap ունենք, մենք նաև զուտ նկարչական տեսանկյունից այստեղ ունենք մի հատ trend, որը որ այս զոնաներում մաքրելուց հետո միգուցե այս fair value gap-ը կա շարունակի ներքև իջնել, բայց իմ ռեալ սպասելիքները այն են, որ շուկան գա այս order block, որը որ բան չի մնացել, ու այս order block-ից ինքը սկսի իջնել ներքև։ Քանի որ սա օրական գրաֆիկա է, ես նաև սպասում եմ շուկան վերջնական ոնց որ իր քայլերի հերթականությամբ ինձ հուշի, որ այստեղ boss եղել է թե չի եղել, որովհետև այս պահին դեռևս աշխատում է։ Եթե ի վերջո boss եղավ, մենք այստեղ կարող ենք դիտարկել, որ շուկան կշարունակի վերև բարձրանալ մոտավորապես այս $68,000, այսինքն ինչ ենք ակնկալում, գա այստեղ մի հատ չոչ անի shift կամ shift անի, գա այստեղ նույնպես shift կամ չոչ անի ու արդեն շարունակի վերև բարձրանալ, սա է իմ պատկերացրած շուկան այս բայդրությամբ, իհարկե այս երկու կետերը միգուցե եւ նույնպես լինի, բայց դա ես միայն դիտարկելու եմ այն ժամանակ, երբ որ օրական մոմը հստակ լինի, okay? Սա այս շաբաթվա կտրվածքով թե ինչ եմ սպասում, օրվա կտրվածքով միգուցե կարելի է սպասել, որ անկում կլինի այսօր ուշոտ մինչև այս զոնաները, այսինքն 71-ի զոնաները, բայց դա միայն կարող եմ ասել, երբ որ ուրեմն Եվրոպան արթնանա ու հասկանամ ինչ մանիպուլյացիա անում դեպի վերև թե դեպի ներքև, որը որ ավելի շուտ դեպի ներքև պետք է լինի եւ այդպես։ Հիմա սա այն ինչը որ պատկերացրում շաբաթվա կտրվածքով կարա տեղի ունենա, կարող է 2 շաբաթում տեղի ունենա, չեմ կարող միանշանակ ասել, բայց հիմնական ճնշումը ավելի շատ դեպի վերև եմ ես դիտարկում կրիպտոշուկայի։ Հիմա եկեք խոսենք super engulfing-ի վերաբերյալ։ Super engulfing-ը, ինչպես որ տեսնում եք գրաֆիկական պատկերում, մենք ունենք rev, run տրամաբանությունը ու իրենք մեզ ինչ են հուշում, որ օրինակ այս մեկը օրական գրաֆիկայով ենք դիտարկում, run-ը ցույց տալիս դեպի վերև, սա նշանակում է ինչ, որ ինքը բարձրացող է, ինչի համար է բարձրացող, եկեք ցույց տամ, որովհետև ինքը նախորդ մոմը եկել է մաքրել է ներքևի զոնան, այստեղ եկել է մաքրել է, որից հետո եկել է այստեղ փակել է, այս սենց, եկեք սենց անենք, okay, սենց փակել է այստեղ, կարմիր գույնով եմ դիտարկում ու փակել է ավելի վերև, քան նախորդ մոմի մարմինը, մեզ հուշելով ինչ, մեզ հուշելով, որ վերև է բարձրանալու, այստեղ մենք ունենք նույնպես range-ի մեջ հիմնականում մի փոքր վտանգավոր է, բայց եթե ինքը shift-ը արել կամ արդեն ինչ-որ trend է ձևավորվել, որը որ փաստացի այստեղ այս trend-ը ունենք, այստեղ trend դեռևս չունենք, չնայած ունենք trend, բայց հաջորդից է սկսում այդ trend-ը։ Իսկ ինչը վերաբերվում է այս մյուս տրամաբանության, այստեղ reversal ունենք, այս մեկը ինքը փուջ բան է, որտեղ market structure-ը չի բռնում, բայց այս մեկը արդեն իսկ վերևի հատվածն է
ու ակնկալվում է ներքև իջնող եւ այստեղ տեսնում ենք, որ այս reversal-ի շնորհիվ մենք հնարավորություն ենք ունեցել դեպի ներքև դիտարկել։ Սա նորից եմ կրկնում օրական գրաֆիկան է ու հաջորդ օրը տեսնում եք, որ ինքը ինչ անում, բարձրանում է վերև, որպեսզի point of interest գտնի, հետաքրքիր զոնա գտնի, որ վաճառք լինի ու տեսնում ենք, որ այստեղ միջև բարձրացել է ու այս զոնայում հավանաբար ինքը ռեալ գործողության հնարավորություն ենք ունեցել, եկեք տեսնենք ժամանոց գրաֆիկայով, թե ինչ ունենք եւ այստեղ տեսնում ենք մի հատ հսկայական մի հատ fair value gap ունենք, fair value gap-ի հետ մեկտեղ նաեւ ունենք ինչ, ունենք shift, որը որ մեզ նույնպես հուշում է, որ այս զոնայում կարա շուկան արձագանքի ու քանի որ մենք օրական ու տեսեք, քանի որ մենք օրական super engulfing ունենք այս զոնայում, տեսնում եք, որ գալիս է կպնելուն պես, միանգամից իջնում է, նենց որ ժամանոցով էլի reversal plus ունենք super engulfing, որը որ մեզ հուշելու է ինչ դեպի ներքև շուկա ու սա պատահական չի, որովհետև ինքը super engulfing-ի տրամաբանությունը այն է, որ ինքը ռեալ ցույց է տալիս, թե market maker-ները որտեղ են գտնվում ու market maker-ը ոնց է գտնվում, փիղը սենյակումի տրամաբանությունը եթե տեսել եք, եթե գիտեք, շատ լավ է, եթե չգիտեք, Hike Trading GTM-ում ես բացատրում եմ, թե փիղը ինչ խնդիր ունի, փիղը կոչվում է, ես անվանում եմ market maker-ներին, բանկերին, ովքեր որ խնդիր ունեն դիրքավորվելու ու սա, սենց ասած, երբ որ դիրքավորվում են, մեզ հուշում է, որ վсё, ընտիր, դիրքավորվել է, արդեն ուղղությունը պետքա փոխի դեպի վերև կամ դեպի ներքև։ Okay, սա super engulfing-ն է, եթե ձեզ հետաքրքիր է, կարող եք մտնել superengulfing.com/am հայկական վերսիան ունենալու համար անվճար է, դասընթաց նույնպես նկարահանել եմ 10+ վիդեո, որտեղ որ եւ երկված ստրատեգիա եմ նկարագրում եւ բացատրում եմ ամբողջական պատկերը super engulfing-ի, այո, դրա համար եմ հիմնականում անհետացած եղել, որտեղ լիքը գործ էինք անում, որպեսզի կարողանենք ռեալ ձեզ ինչ-որ բանով օգուտ տալ, քանի որ սա տեսել եք, ինձ չեմ պահելու, եթե ցանկանաք, դուք նույնպես օգտվեք։ Ջող մի փոքր ընդմիջում նորից, որտեղ որ ուզում եմ ներկայացնեմ ձեզ, որ շուտով ասվածը մարտի մեջ նոր խումբ եմ ստեղծում, ձևավորում։ Եթե ձեզ հետաքրքիր է ինձ հետ սովորելը, որտեղ որ ձեզ բացատրելու եմ ամենապրիմիտիվից, ամենաբարդ կոնցեպտները, որտեղից որ դուք դուրս եք գալու գրեթե պրոֆեսիոնալ տրեյդեր, առնվազն գիտելիքով դուրս եք գալու, դրանից հետո պրակտիկան է պետք գալու, որը որ հիմնականում ինձ հետ միշտ կապի եք լինելու, իրար հետ փորձելու ենք առաջ գնանք։ Եթե սա ամենը ձեզ հետաքրքիր է, ապա գրանցումները արդեն սկսվել են, կապվեք ինձ հետ, կհանդիպենք, մանրամասները կխոսենք եւ կսկսենք դասընթացները շուտով։ Իսկ հիմա եկեք վերադառնանք վիդեոին։ Եվ վերջի ու կարծում եմ ամենակարևոր բանն այն է, որ liquidity scan-ի վերաբերյալ ձեզ երկու բառով պատմեմ, եթե դուք trading-ով զբաղվել եք երբևէ կամ գիտեք ինչա RSI super engulfing-ը դե բնականաբար դեռ չգիտեք, բայց շուտով կիմանաք, որովհետև շատ կարևոր է ու շատ եմ ասելու սրա մասին, bias-ի մասին, CRT-ի մասին եւ այլն, okay։ Մենք այստեղ ստեղծել ենք ծրագիր, որը որ ինքը ավտոմատ կերպով, հա, գնում է շուկայում փնտրում է ձևաչափեր, pattern-ներ, ու այդ pattern-ները մեզ օգնելու է որպեսզի ոչ թե մենք ման գանք, այլ ման է գալու մեզ տրամադրելու է, օրինակ, օրական 26-ը super engulfing-ը գտել, չէ 30 հատ, այս պահին, այստեղ մենք ունենք մեր coin-ները և նույնիսկ ցույց է տալիս, թե դաշը կամ հբարը եւ այլն առաջի take profit-ը հասել է, չի հասել, բանից super engulfing-ից հետո, օրինակ այս 0 USDT-ին որ կա, մեզ ինչ է հուշում, ասում է, որ super engulfing ունենք այս պահին,
ու ինքը հավանաբար կարա բարձրանա։ Դուք պետք է մտնեք, նայեք, տեսնեք արդյոք ձեզ այդ super engulfing-ը հետաքրքիր չի, հիմք վերցնելով շուկայի կառուցվածքը, ստրուկտուրան եւ այլն, օրինակ այս դաշը, եկեք օրինակ վերեմ, հա, տեսեք այս մեկը ինչ ունենք, reversal plus ունենք, reversal plus-ից հետո 4 ժամանոցն է սա, 4 ժամանոց, 2 հատ 4 ժամանոց մենք դեպի վերև բարձրացող ունեցել ենք, այսինքն կարող ենք բացել ու տեսնել, որ սա օրականն է, 4 ժամանոցը սա է, մեր super engulfing-ը, որը որ չի նկարում երևի, որտեվ այստեղ եկեք OKX-ով նայենք, ահա, այստեղ տեսեք նկարեց եւ հենց այս զոնայում այստեղ ինչ որ point of interest կարող ենք ման գալ գտնել, հասկանալ, թե OKX-ը այդքան մաքուր չի, բայց ամենայն դեպս մենք թե ինչ կարող ենք այստեղ դիտարկել, արդեն տեխնիկական անալիզի հիման վրա ավելի պարզ դուք կտեսնեք, բայց անկախ ամեն ինչից, սա մեզ հուշում է մի բան, որ եկեք Binance-ով նայենք այս զոնան, մեզ մի բան է հուշում, որ ի վերջո այստեղից կարելի էր գործարք մտնել դեպի վերև, որտեղ super engulfing-ը արդեն իսկ ձևավորվել էր ու այստեղից դեպի վերև համարյա 5% բարձրացել է ու դեռևս ինձ թվում է կարա բարձրանա մինչև այստեղ վերևը 36.4 դաշի տեսանկյունից։ Սա ոչ միայն super engulfing-ն է, այստեղ bias ունենք, որը որ նույնպես ուժեղ աշխատում է, ենթադրենք ես Bonk USDT-ն մեզ հուշում է, որ սա դեռևս բանի մեջ է, under development է, բայց այստեղ մեզ ինչ է հուշում, որ այս մոմենտից հետո ինքը շարունակություն է ունենալու, որը որ փաստացի ունեցել է։ Եթե RSI-ը գիտեք ինչ է ու դիվերգենցիան գիտեք ինչ է, ապա այստեղ մի հատ գազան նույնպես հնարավորություն ունենք, գործիքը շատ ուժեղ է, որտեղ որ մեզ հուշելու է, մեզ ցույց է տալու, թե որտեղ ռեալ դիվերգենցիաներ ունենք RSI-ի, բարելավելու ենք, բայց դիվերգենցիան RSI այն է, որ մեզ հուշելու է արդեն շուկան սպառվել է ինչ-որ ուղղությամբ ու մեր այդ պահի գործողության լոգիկան են ալնելու, որ դեպի վերև կամ դեպի ներքև արդեն դիտարկենք trade-ը, okay? Այստեղ ինքը տեսնում եք դիվերգենցիաները ման գալիս, այստեղ եւ այլն, եթե այս զոնայում սա ժամանոց է, եթե ժամանոց գրաֆիկան ձեզ ինչ-որ բան հուշում է ու դուք կարողանում եք տեսնեք, okay, այստեղ մի հատ պիկ ունենք, ավելի մեծ գրաֆիկական պատկերով ինչ-որ point of interest ունենք, այս RSI-ը կօգնի շորտել։ CRT ունենք, CRT-ն լրիվ այլ տրամաբանությամբ աշխատում, նույնպես բավականին ուժեղ է սիգնալները եւ սա զուտ pattern-ներ է դիտարկում, okay, այսինքն երկու մոմից բաղկացած հիմնական բացի RSI-ը մեզ հուշում է դեպի վերև բարձրանալ, թե դեպի ներքև, բայց այստեղ մենք առանձին ունենալու ենք 15+ ստրատեգիա, որտեղ որ մենք համադրելու ենք super engulfing bias, RSI, CRT, shift, market structure, supply demand զոնաներ եւ այլն ամեն ինչ դիտարկվելու է ու ամեն ստրատեգիան իր յուրօրինակ ձևաչափն է ունենալու, օրինակ այստեղ մի հատ նախնական դրել ենք, որպեսզի տեսնենք ինքը աշխատում է թե չի աշխատում ու այստեղ ինչ է լոգիկան, որ մենք ունենք 4 ժամանոց super engulfing եւ երբ որ 4 ժամանոց super engulfing ունենք, որպեսզի մենք կարողանանք գործարքի մտնենք, մեզ պետքա ինչ? Մեզ պետքա փոքր գրաֆիկական պատկերի confirmation։ Փոքր գրաֆիկական պատկերի confirmation-ն էլ 5 րոպեանոցն է, որ գալու է փակի մարմնով ու այդ պայից սկսած մենք արդեն կարողանալու ենք դեպի վերև կամ դեպի ներքև դիտարկենք։ Այս պարագայում եթե ինչ ունենք, short run ունենք,
դեպի ներքև պետքա դիտարկվեր, բայց ինքը երբեք չեկավ եւ հասավ։ Տեսեք, այստեղ short reversal-ը super engulfing ունենք, բայց երբեք այստեղ չեկավ փակեր մարմնով, որպեսզի մենք գործի մտնենք, հետեւաբար սա ոնց որ այսպես ասած սպասողական վիճակում էր, երբեք այս գործարքը տեղի չի ունեցել, բայց այն պահին, երբ որ գար այստեղ փակեր մարմնով, մեր stop-ը այստեղ վերևն էր լինելու, մեր take profit-ներն էլ այստեղ արդեն ներքևն ենք դիտարկելու։ Okay? Ինչի համար այս reversal plus-ը չի աշխատել, որովհետև ինքը դեռևս այս վերևի զոնան պետքա գար մի հատ մակրեր փաստացի, որը որ դեռևս բարձրանում է, պլյուս հաշվի առնենք, որ Bitcoin-ը կրիպտո շուկան կամաց արդեն իմ կարծիքով դիրքավորվում է դեպի վերև։ Մի խոսքով այսքանն էր, կապի մեջ կլինենք, ձեզ լավ օր եմ մաղթում, խոսենք, հաջողություն։